Պարոն Ղազարյան, փաստորեն ես իմ օրինակով վերցնեմ։ Ինձ տարել են 20 թվականին Երևանի ԶՊՊ հարցրել են մարմնական վնասվածքներ ունես, ասել եմ, չէ, գնացել եմ կամերա ու դրանով վերջացել է։ Հիմա անկախ եմ բանից ես ասում եմ մարմնական վնասվածք ունեմ, չունեմ, պարտադիր բժշկական հետազոտության պետք է ենթարկվի։ Մեր գործունեության պրակտիկայում դեպքեր են եղել, որ 20-25 հոգով ԶՊՊ-ում բերման ենթարկված են եղել։ Այդ ծավալի հիմա տասնված էլ չլինի, բայց այդ ծավալի դեպքում ոնց է առողջապահական համակարգը հասցնելու եւ մի հատ դրվագ ասեմ, ուշադրություն դարձրեք, չգիտեմ հետո ոնց կարգավորեք։ Նայեք, բերման ենթարկվելուց պայմանական քննիչը տեսակցությունների արգելք է դրել, բացի մերձավոր հարազատների։ Այդ տեսակցությունների արգելքի դեպքում անգամ պատգամավորները իրավունք այլևս չեն ունենում այցելել որևէ ձերբակալվածի, կալանավորվածի կամ բերման ենթարկվածի։ Իրավական խրթին վիճակ է ստեղծվելու, որովհետև իրականում բազմաթիվ խնդիրներ կան։ ԶՊՎ-ն ասում է ժամը 10-ից հետո ադբոյա ես թույլ չեմ տալիս պատգամավորների մուտքը։ Անազատության այլ վայրեր, բանտեր, գաղութներ, բան հնարավորություն ունեն 24 ժամյա ռեժիմով մտնելու։ ԶՊՎ-ն ասում է շաբաթ-կիրակի չի կարելի պատգամավորների մուտքը, մեկը ասում է կարելի է, մեկը ասում է չի կարելի, բազմաթիվ խրթին հարցեր կան, բայց խնդրեմ դրան ուշադրություն դարձրեք, որովհետև բժիշկը չի մտնում մերձավոր ազգականների շրջանակի մեջ ու տեսակցության արգելքների դեպքում խնդիր չառաջանա հետո։ Այսքանը։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, անպայման անդրադարձ կկատարենք նաև ձեր դիտարկմանը, իսկ ինչ վերաբերում է ինչպես է հասցնելու, ներկայումս էլ մենք պրակտիկան ուսումնասիրել ենք եւ արդեն քանի տարի է շտապ օգնության միջոցով է իրականացում, նույնիսկ այն դեպքերում, երբ որ ուրեմն շատ են ձերբակալված անձինք, սակայն մենք ուրեմն նաև քննարկել ենք սա առողջապահության նախարարության գործընկերների հետ, ըստ էության պրակտիկան ցույց է տալիս, որ ներկայումս եւս առողջապահական համակարգը կարողանում է այս ընթացքը ապահովել, հիմա զուտ մենք սրան տալիս ենք ավելի բարձր իրավական երաշխիք, ձեր մյուս դիտարկմանն էլ անպայման անդրադարձ կկատարենք